Ողջույն ձեզ սիրելիներս, Աստված օրհնի բոլորիդ։ Օրս համացանցում այսպես մեկը մյուսին հերթ չտալով տարբեր իշխանամերձ լրատվականներ ստահոդ լուրեր էին տարածում, թե իբրև հայ առաքելական եկեղեցին հարկեր չի վճարում պետությանը, կամ ինչու պետք է չվճարի, այդպիսի հարցադրումներ էլ եղան ազգային ժողովի ամբիոնից։ Ուրեմն ի պատասխան այս սուտ տեղեկատվություն տարածողների և մոլորեցնողների հայ առաքելական եկեղեցին 500 խոշոր հարկատուների ցուցակում է, սրա մասին եղավ նաև տարբեր տեղեկատվություններ համացանցի մեջ մասնագետների կողմից, ովքեր որ տեղյակ են, ովքեր որ տիրապետում են այդ տեղեկատվությանը, բայց խոսքը դրան չեմ ուզում դրան ավելի շատ անդրադառնամ, այլ ուզում եմ անդրադառնամ մի շատ ավելի տհաճ երևույթի։ Արման Սարոյանը, գիտեք, նախկին կարգալից հոգևորականը, որ նախկինում Մասյաձոտնի թեմի առաջնորդն էր, Գևորգ եպիսկոպոս Սարոյան անունով, երկար ժամանակ է արդեն ինչ կարգալուց է հռչակվել, բայց Մասիսի Սուրբ Թադեուս եկեղեցին զավթած է պահում, բռնազավթած է պահում, այնտեղ երիցատունը կամ հովատունը, որը ժամանակավոր առաջնորդարան էր ծառայում որպես, զահթված է նրա կողմից և նա լիարժեք իրավունք ունի եկեղեցու հաշվի համարները, այսպես ասեմ, տնօրինելու։ Եվ այդ իրավունքը իրեն չգիտես ինչի արտոնել են կամ տվել են դատարանից, թե չեմ անում, հարկադիր ծառայությունից եւ այլն։ Ուրեմն փաստ այն է, որ Արման Սարոյանը այլևս առաջնորդ չէ, Արման Սարոյանը այլևս եպիսկոպոս չէ, Արման Սարոյանը այլևս իրավական որևիցե հիմքով չի կարող տնօրինել Մասյաձոտնի թեմում որևիցե մի եկեղեցապատկան հաշվի համարի կամ կառույցի եւ այլն։ Որևիցե իրավունքով նա չի կարող տնօրինել ժամանակին իր հովության ներքո առաջնորդության ժամանակ գտնվող մեքենաները կլինեն ավտոմեքենաներ, շարժական թե անշարժ կլինի, թե ֆինանսական, դրամական միջոցներ կլինի։ Բայց ինչ է պարզվում։ Արման Սարոյանը մենակ անցած ամսվա ընթացքում 375,000 չգիտեմ, այնտեղ աշխատավարձ, գրեթե եթե ավելի կոնկրետ, ես ինձ մոտ նշումներ եմ արել, կարող եմ դրանք ավելի հստակ ասեմ։ 375,000 հյուրասիրության համար գումար է դուրս գրել թեմի հաշվի համարից, 375,000 հյուրասիրության համար, 100,000 ներկայացուցչական ծախսերի համար, ուրեմն 316,700 աշխատավարձ է ստանում ամսական ինքնատեից, միայն ֆլեշից բենզինի, այսինքն վառելիքի չեքեր, կտրոններ է թողարկվել կամ դուրս գրել, ոնց է ճիշտ ասել, 1,251,600 դրամի, եւ տարբեր օգնություններ, այսպես ասեմ, հերթով չթվարկեմ, տարբեր օգնություններ տարբեր մարդկանց, այսինքն գումարը կանխիկացնելու ձև է գտել, ոնց կանխիկացնի հաշվի համարից եկեղեցու, որպեսզի հարկային, չգիտեմ, չգնա այդ հետքերով այդ գումարի, ուրեմն տարբեր մարդկանց վրա տարբեր օգնություններ է գրել եւ այդպես ինչ-որ զեղծարարություն անում։ Չգիտեմ, գուցե օգնությունը տրամադրվել է, դրա մասին չեմ կարող ասել, բայց ամեն դեպքում ինքը այդ օգնությունը տրամադրելու իրավունքը չունի այդ հաշվի համարներից, որովհետեւ ինքը այլևս չի հանդիսանում մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցու եպիսկոպոս եւ առավել եւս Մասյաձոտնի թեմի առաջնորդ։ Ուրեմն ի՞նչ է դուրս գալի 375,000 մենակ մարդը հյուրասիրության փող է դուրս գրել անցած ամիս, ում համար, ում է հյուրասիրել, տղա ջան։ Այդ թութակի տես կերարը, թե չգիտեմ, այնտեղ քեզ հսկող ոստիկաններին ես քյաբաբ խորոված ամեն օր կերծում խմցնում, հա։ Նիկոլ Փաշինյան, ոստիկաններիդ որ գործուղում ես, հա, տեսակ գոյանքների անվտանգությունը իբրև թե ապահովելու համար, բայց ավելի շատ վերահսկողություն պահելու համար, որպեսզի ձեր վրայից չփախնի, հա։ Ուրեմն այդ երևույթներին պահելու համար, որ ոստիկանական ինչ-որ ուժերի ես ուղարկում, չես կարողանում իրանց գործուղման գումար տաս, որպեսզի մարդիկ հաց ուտեն այնտեղ, չգիտեմ, իրենց պահանջները բնական, այսինքն սովածությունը, ծարավությունը բավարար են, հա։ Թե պետք է անեն եկեղեցու հաշվին էլի։ Թե պետք է դա անեն մեր նվիրատու զավակների հաշվին, մեր տատիկների, պապիկների, ովքեր որ
իրենց գումարով մոմ են գնում եւ այդ մոմի գումարից առաջանում է եկեղեցու բյուջեն, թեմի բյուջեն։ Չեք կարողանում դուք այդ ծախսերի մասին հոգաք։ Միլիոնից ավել մենակ 1,200,000-ից ավել միայն այդ ֆլեշի բենզինի չեքերը ինչի համար եք դուք առե։ Ուր ես գնում տղա ջան դու։ Կարող է այդ ոստիկանական մեքենաների վառելիքն եք դուք ապահովում, որ գնում գալիս են տանում բերում են ձեզ, հա։ Թե այտենց քո սիրած բնավորության համաձայն մարդկանց սիրաշահելու կամ կաշառելու համար բենզինի չեքեր ես նվեր տալի եկեղեցուանից։ Տղա ջան խելքի արի ու քեզ ոչ մեկ ոչ վախացնում է, ոչ ահաբեկում է, ոչ ինչ անում, այդ ոստիկանական ուժերը ինչի համար են քո կողքը տենց բռնած մանգալի։ Ես ասել եմ, չէ, թեկուզ արքեպիսկոպոս լինես, լավ, դատարանը որոշել է Նիկոլ Փաշինյանն քեզ արքության պատիվ ա տվել, հա։ Դարձել ես Մասյացոտնի պատրիարքարան, այնտեղ, չգիտեմ, քեզ տեզերական պատրիարքի տեղ ես դրել, ում տեղն ես դրել չեմ անում։ Ինչ ես անում դու։ Քո այդ խցից մի քիչ իրավորական կարող է լինի եկեղեցիներում վանականների մեր հիշատակին, ովքեր որ խցեր են ապրել, ավելի շատ քո այդ խորշից, ասենց ասեմ, հա, այդ ծամակուտից, մի օր մի Շամշադիցի կնոջից եմ այդ բառը լսել։ Դուս եկել ես, ինչ որտեղ գնացել ես, որ ներկայացուցչական փող ես ստանում, հա։ Գնացել ես համայնքներ, քարոզել ես, մարդկանց հետ հանդիպել ես, թե քարոզում ես այդ նստած ոստիկանական ուժերին, չգիտեմ, ԱԱԾ-ականներ են թե ովքեր են, թե իրանց ես քարոզում։ Ինչ հյուրասիրություն, ում ես դու ողորմություն ես բաժանել, հա, որպես առաջնորդ հենց գնացել ես հովական այցելության ժամանակ ողորմություն ես բաժանել, հա, կամ հյուրասիրություն ես աղքատների համար ինչ որ ճաշկերուտներ ես կազմակերպել, սիրո ճաշեր ես կազմակերպել, որ այդ գումարը դուս ես գրել հյուրասիրության համար։ Այդ ինչ թազա փող ուտելու ձևեր եք հորինում։ Հմ։ Բա ուր ես շատ սիրելի հակակոռուպցիոն, որ ամեն չեղած պատճառով ամեն մարդու տուն մտնում ես, ամեն մարդու անձնական կյանք մտնում ես, բա ուր ես հակակոռուպցիոն, հաղորդում եմ տալիս, ընդունիր հաղորդումը, գնա հետքերով, տես այդ տղան, ինչ իրավունքով է, այլևս Աշխարհիկ Արման Սարոյանը տնօրենում եկեղեցու գումարներին, ինչ իրավունքով, ով է իրան նման իրավունք տվել։ Նա ով է որ որոշի ում օգնություն տա եկեղեցու գումարներից։ Հյուրասիրություն, դու ինչ ես անում, տղա ջան, դու, չգիտեմ, սումո ես, ով ես, հա, տենց ուտում ես ամեն օր, որ քաշդ պահես, հա։ 300,000-ից ավել մենակ գումար միջին վիճակագրական հայի ընտանիքի 2 ամսվա աշխատավարձ կարելի է համարել դա։ Մի ամսվա մեջ դու ինչ ես կերել, տղա ջան, այդքան փող ես դուրս գրում։ Բարձա չէ ովքեր են եկեղեցու գումարները թալանողները կամ ովքեր աչք ունեն եկեղեցու գումարների վրա։ Իսկ ամեն գործարարի, բարերարի, չգիտեմ, ազգային բարերարի գործարար տները մտան, ունես զրկում են, չգիտեմ։ Հիմա էլ հերթը ասել է եկեղեցուն, հա, մեր տատիների ամբողջ աշխարհում ծիսական գանձումները եւ բաները ոչ մի ձև չի հարկվում։ Դուք եկել եք դրա մասն եք խոսում։ Հələ ընդհակառակը շատ աշխարհներ, շատ երկրներ կան ժամանակակից իրականության մեջ, որ եկեղեցուն իրանք են աջակցում։ Իսկ դուք ինչով եք աջակցել։ 8 տարիա իշխանություն եք, ինչով եք աջակցել եկեղեցուն։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը հիմնանորոգվեց ամբողջությամբ, վերականգնվեց ռեստավրատորներ եւ այլ միջազգային մասնագետների կողմից։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների մեջ գրանցված պատմամշակութային այդ սրբավայրը վերականգնվեց։ Ինչով պետությունը աջակցեց։ Եկեղեցու գումարներն եք հաշվում, դուք ով եք, որ եկեղեցու գումարներ հաշվեք կամ եկեղեցուն մեղադրեք հարկեր չվճարելու մեջ։ Եկեղեցին անգամ իրան հասանելի գումարից է հրաժարվել իշահ մեր պետության։ Ասելով որ պատերազմող երկիր ենք, ասելով որ աղետի գոտի ունենք։ Եկեղեցին միջև այսօր ինքն է օգնում իր կարիքավոր զավակներին, տունա գնում, չգիտեմ, վիրահատության հարցալուծում, Covid, երկրաշարժ, Արցախյան պատերազմներ, այս ամբողջ ընթացքում եկեղեցին եղել է առաջնամարտիկը իր զավակների կողքը լինելու, նրանց օգնելու հարցում։ Դուք այսօր եկեղեցուն մեղադրում եք ինչ-որ բաների մեջ։ Ուղղակի խղճալի է այդ ամեն ինչը։
ամոթ ժողովուրդ ջան, ամոթ է։ Այս խափեբաները, այս ստախոսները ամեն գնով, ամեն ինչի գնով, sense կարելի ասել, պատրաստ են իրենց նպատակին հասնեն։ Իրանց սեփական եսից բացի ուրիշ ոչ մի բան չունեցնեն։ Եվ այսօր արմանանմանները եկեղեցու բարենորոգմամբ են զբաղվում։ Տղա ջան, գնա մի հատ դու քեզ բարենորոգի։ Քեզ բարենորոգի։ Այն խեղճ թութակը սատկում էր այնքան սիգարեր ծխե մոտը թոքաբոր բերեն գե թոքերն էր եղե բան։ Նա թութակ ունի։ Քանաներով են կարել, որտեղ ծնունդին իր կապրիզներ, որ թութակ նվիրեին իրան Ժակո 400,000 դրամ։ Կապ չունի, ունենք այդ հնարավորություն թե չունենք։ Փոխհաբաքեցինք, առանք տվեցինք իր կապրիզը բավարարելու համար։ Այդ թութակը սատկում էր այնքան սիգարեր ծխե թութակի մոտ նստած։ Այնքան է թութակը մաքուրոտ չէր շնչի, արդեն սատկում էր։ Ստիպված սենյակից հանես տարավ իր գյուղի տունը։ Գնում ստենդը նվնվում ես, լացուկոտ ես դնում, թե քեզ խանգարում են, խոչընդոտում են, չգիտեմ եսի ինչ են անում քահանաները։ Ով ունես տղա քո կողքին։ Ով հələ մի հատ կողքերդ նա, այն կողքի տեղացներն էլ է 3 հոգին էլ են, որ կողքդ կանգնած են իբրև թե։ Ամենահնարավոր պահին վրայիցդ փախնելու են, տղա ջան։ Ուղղակի գիտեմ իրանց անձնական կյանքից եւ այլից մոտդ ինչ որ կոմպրոմատների փաթեթ ունես, որ շանտաժով պահում ես։ Սիրում էր դու տենց ինֆորմացիա հավաքել սրան դրա հասցեին։ Նրանք էլ ստենդեղ նստում լացում են, ասում են էլ արդեն հոգնել ենք, զզվել ենք սրա կամայականություններից, սրա բռնություններից։ Քեզանից ինչ պետք է սովորեն մարդիկ։ Սիգար ծխել, բամբասել, զրպարտել, չարախոսել, ատել, խառնակցություն անել։ Քեզանից դա կարան սովորեն մարդիկ։ Այնպես որ տղա ջան, քեզ մի երևակայի։ Ոչ ոք քեզ չի խանգարում քո չակերտյալ ծառայությունը, հովական ծառայություն իրականացնելու համար, որի համար փողեր ես դուս գրում, հաշվի համարներ ուտում։ Գնա ծառայ, եթե կարում ես։ Գնա տղա ջան, գնա ծառայ, բայց առանց ոստիկանների դուս կգաս այդ բնիցդ։ Առանց ոստիկանների։ Կգնաս գյուղեր, կմտնես մարդկանց ընտանիքներ, աղոթք կանես բժշկության, չզզված ձեռ կդնես մարդկանց վրա։ Գիտեմ, որ դու զզվացող ես։ Մեկ էլ հակակոռուպցիոնը թող զբաղվի այդ հարցով։ Զբաղվի տեսնենք։ Մի օր ասում են խանգարում է։ Այն վաղտ էլ էր սիգար ծխում, ոչ մեկ քեզ չէր խանգարում քո սենյակում նստած։ Հիմա էլ է սիգար ծխում, էլի քո սենյակում նստած։ Խոշոր հաշվով ինչով են քեզ խանգարում։ Փողերը ուտում ես թեմի եկեղեցուն պատկանող։ Հա, ու քեզ այտենց երևակայում ես որպես եպիսկոպոս։ Լավ մնացեք, ժողովուրդ ջան։ Աստված ձեզ օրհնի։ Բացի արմանից ու արմանականներից, Հուդայի ժառանգներից։